3 օր էր մնում մինչև երթը։ Տարվա ամենամեծ ցույցը Ստեփանակերտում, երբ Երևանի Տենտկոմի շենքում ներս մտավ այն մարդը, ում անունը չգրանցվեց այցելուների մատյանում։ Գիշերային ժամը 12-ը։ Պահակները չխանգարեցին։ Գոյություն ուներ ոչ պաշտոնական ցանկ 5 անունով, ովքեր կարող էին մտնել առանց արձանագրության։ Ում հետ էր այդ մարդը խոսում 2 ժամ չդադարող պատերից սուզվող աղմկի մեջ։ Երբ այցելուն դուրս եկավ, Ֆադեյ Սարգսյանի դեմքը նմանվում էր մարդու, որը հենց նոր իմացել է ինչ-որ անշրջելի բան։ Վերևի հարկում անզգույշ քարտուղարը գիշերային գրանցամատյանում դրոշմեց մեկ ընդամենը բառ՝ Մոսկվա։ Ինչու պետք է թաքցվեր այդ հանդիպումը, եւ ինչու հենց 3 օր առաջ, մինչև հայտնի դեպքերը։ Պատմենք ճշմարիտ փաստ։ Նվազագույն 20 օր առաջ այդ հանդիպումից Կրեմլի արխիվներում հայտնվել է մի դոսիե, կոդավորված L թվով եւ V միայն ձեռքերին դրոշմով։ Այդ ժամանակ այդպիսի նյութեր ուղարկվում էին միայն 3 պատճենով. մեկը Գորբաչովի համար, երկրորդը KGB-ի պետի համար, երրորդը կա առաջին քարտուղարի համար։ Բովանդակությունը խիստ գաղտնի էր մինչև 1996 տարի, իսկ այնտեղ եղած տեղեկությունները Ֆադեյի առողջության մասին, Արցախի պահանջների սպասվող աճի մասին եւ մի բան, որ շոկի մեջ կդներ ցանկացած հայ՝ ռազմավարական պլանը, ինչպես փոխարինել հայկական հանրային պահանջը ուրիշ քաղաքական արդյունքով։ Ինչու այդ դոսիեն ոչնչացվեց հենց 3 օր հետո, ցուցարարական ալիքների սկզբի օրը։ Ու ինչու այդ 3 պատճենները, որոնք պետք է պահվեին առանձին սեյֆերում, միաժամանակ անհետացան, իբրև երբեք գոյություն չունեցող երևույթ։ Նա ծախսեց իր ամբողջ կարիերան, որպեսզի ներկայանա որպես հին հավատարիմ բոլշևիկ։ Այդ դերակատարումն անարատ էր։ Նա խոսում էր Լենինի մասին հանրաժողովներում, երբ տանը անհանգստանում էր Արցախի հնարավոր կորստի մասին։ Նա գրում էր զեկույցներ Կրեմլին այն ժամանակ, երբ գիշերները չէր քնում, լսելով ալիքի ձայնը հեռախոսային լարերով իր պատերից։ Եղած է փաստաթուղթ, որտեղ Ֆադեյը գրում է. «Ժողովուրդն ինքը պետք է որոշի», բայց հենց հաջորդ տողում ավելացնում է. «եթե կենտրոնը թույլ տա»։ Այդ վերջին 3 բառերն են բանալին։ Կենտրոնը չէր թույլ տալու։ Ամեն ջանքը, ամեն հայկական համակրանքը կախված էր մի ինքնաթիռային արագ զանգից Մոսկվայից, որը կարող էր ամեն ինչ փոխել մի վայրկյանում։ Երբ 1988 տարվա փետրվարում սկսվեցին առաջին ցույցերը, Ֆադեյը տանը նստած լսեց լուրերը եւ անկողնում, կարծես տառապանքից աղոթքի խորեց մի բան, որը թարգմանիչը չլսեց, բայց սենյակում եղած հարուստ արքայազնը պատմեց տարիներ հետո։ Նա ասել էր այսպես. «Աստված, ես ոչ ոքի չեմ դավաճանել, բայց եթե կորցնեմ հողը, ժողովուրդը կասի, որ պարտավոր էի»։ Կարող է մարդ ապրել հակասությունների մեջ, երբ ժողովուրդը պահանջում է արդարություն, իսկ մայրաքաղաքը պահանջում է լռություն։ Ոչ միայն կարող է, այլ պարտավոր է, եթե ուզում է մնալ իշխանության մեջ։ 1988 թվականն էր այն տարին, երբ հայերը իսկապես հավատացին, որ Արցախը կվերադառնա։ Պարզ խոսքերով, իրենք չգիտեին, որ դա կախված էր ոչ թե իրենց երթերից, այլ այն բանից, թե ինչ գինով էր Կրեմլը պատրաստ զիջել այդ տարածքը։ Ֆադեյը գիտեր այդ գինը։ Նա գիտեր դրա ենթատեքստը։ Գիտեր, որ եթե Արցախը անկախանա, ապա Ադրբեջանը կպատրաստվի պատերազմի, իսկ պատերազմը նշանակում էր Խորհրդային Միության ներքին հակամարտություն, որի համար պատասխանատու կլինի Հայկական Հանրապետության առաջին քարտուղարը։ Այդ պատասխանատվությունը թանկ էր արժենում։ Կային խոսակցություններ այն մասին, որ Միությունը կարող է անջատել Հայաստանի էներգետիկական մատակարարումը։ Կային սպառնալիքներ մեղադրանքների, շրջափակման, ներքին անկայունության։ Եվ կար մի առաջարկ, որը Ֆադեյը ստացել էր անձամբ. եթե Արցախը հանգստանա ժամանակավորապես, ապա Հայաստանին կտրամադրվի արդյունաբերական զարգացման բյուջե, որը կփոխի հանրապետությունն ընդմիշտ։ Այդ առաջարկը եկել էր Մոսկվայից։ Բայց պատմությունը չի ասում, արդյոք Ֆադեյը համաձայնվեց այդ առաջարկին։ Պատկերացրեք տեսարան, որը երբեք չես տեսել լուսանկարում։ 3-րդ կամ 4-րդ հարկի նեղ սենյակ Կենտկոմի հին շենքում, պատուհանն ամրացված խոշոր վարագույրներով։ Ներսում հոր եւ որդու երկխոսություն, որը տևում է 3 կամ 4 ժամ։ Քննարկվում են ոչ քաղաքականություն, ոչ կուսակցություն։ Խոսվում է սիրտը դուրս բերելով։ Որդին հարցնում է. «Խոստացար նրանց, որ Արցախը մնա ադրբեջանական»։ Հայրը լռում է 15 կամ 20 վայրկյան, հետո փոխում է թեման։ Խոսում է ազգային անվտանգության մասին, երկրի պաշարների մասին, ընտանիքների անվտանգության մասին։ Բայց որդին կրկնում է հարցը, ու կրկին լռություն։ Այդ լռությունը ավելին է ասում, քան ցանկացած ուղիղ պատասխան։ Երբ որդին դուրս է գալիս, նա միանգամայն անկոչ մնացած չափ լաց է լինում։
Հայրը մնում է սենյակում մինչև լուսաբաց, նստած աթոռի վրա, նայելով դատարկ պատին, որտեղ կախված էր Լենինի նկարը, որը նա ատում էր, բայց չկարող էր հանել, որովհետև այդպես պահանջում էր համակարգը։ Մի շաբաթ հետո այդ որդին չի երևա հանրային միջոցառումներում։ 2 շաբաթ հետո մեկնում է Մոսկվա, պաշտոնապես ուսանելու համար։ Բայց բոլորը հասկանում են, որ դա տեղահանում է, նրան հեռու պահելու համար Երևանի քաղաքական կրակից։ Իսկ Ֆադեյը շարունակում է աշխատել, ասես ոչինչ չի պատահել, բայց այն մարդիկ, ովքեր տեսել են նրան այդ օրերին, պատմում են միևնույնը։ Դեմքը դրոշմված էլ ողբի տարօրինակ արտահայտությամբ, կարծես այրվում էր ներսից։ Արդյոք կարող էր Ֆադեյը ասել ճշմարտությունը առանց կորցնելու բոլորի վստահությունը։ Կամ նա արդեն գիտեր, որ վստահությունը կկորցնի այնպես էլ անկախ իր ընտրություններից։ Գաղտնի լինելն ունի իր ճարտարապետություն։ Ուն 1988 թվականի վերջերին KGB-ի արխիվում հայտնվեց դոսիեի կոդ «Կարմիր աշուն»։ Այս պապկան ունեցել է միայն 3 ակնարկ տարբեր աղբյուրներից։ Առաջին աղբյուրը Մոսկվայի բարձրաստիճան պաշտոնյա, երկրորդը ՀԿԿ ներքին վերստուգման մարմին, երրորդը գաղտնի հաղորդակցություն Բաքուից։ Բոլորն էլ հիշատակում էին, որ Արցախի հարցը չի լուծվի հայկական նախաձեռնությամբ, բայց կարելի է շեղել հասարակական ուշադրությունը։ Այն զրույցում չկար նշանակված ժամանակացույց, բայց կար կոնկրետություն՝ 3 անուն։ Գորբաչովը որպես գլխավոր որոշողներից մեկը, Ռազուման որպես KGB-ի աշխատանքի մասնագետ, եւ կար երրորդ անուն, որը երբեք հրապարակայնորեն չի հիշատակվել, բայց հին դարձած գործակիցների կողմից հիշատակվում է ծածկագրով՝ գերմանական միացուղին։ Նրա ինքնությունը հետազոտողներին ապակընթաց պահելու համար իրականացվում էր բազմաթիվ օպերացիաներ, բայց մի պարզ տրամաբանություն կա. ով արժանի էր այդպիսի ծածուկ անվան, եթե ոչ մարդը, որը մասնակցել է եւ սովետական եւ արտասահմանյան հարցերին միաժամանակ։ Ում համար Արցախը խնդիր էր եւ ում համար Հայաստանը փոխանակման միջոց Ադրբեջանի նավթայի բարդ քաղաքականության մեջ։ Այս անունները միավորում էր մի պլան, որը կոչվում էր կառավարում նետումով։ Իմաստը սարսափելի պարզ էր։ Երբ քաղաքական խնդիրը չես կարող ուղղակի լուծել, ստեղծում ես պատճառաբանություն ժամանակավոր կատարումներ անելու համար։ 1988 թվականից սկսած հայկական ցույցերը ստանում էին երբեմն հանդուրժողականություն, երբեմն բռնությամբ պատասխան։ Իսկ կենտրոնում խորհրդաժողովներ էին անցկացվում, որտեղ զբաղված էին հարցերով, քանի ժամանակ կարելի է հետաձգել Արցախի հարցի լուծումը։ Պատասխանը տարբեր էր, կախված կոնկրետ անձից, բայց մեկը որոշակի էր՝ երբեք չէր ընդունվելու պահանջը անմիջապես։ Այս դոսիեում գտնվում էր նաև նշում Ֆադեյ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետևման մասին։ Նշված էր, որ նրա ընտանիքը հետևորդներ ունի Մոսկվայի քաղաքական դասակարգերում։ Նշված էր նաև, որ նա ժամանակ առ ժամանակ վարվում է հակասական, մասնավորապես զգուշավորված լինելու եւ Մոսկվայի թելադրանքների եւ Երևանի զանգվածային շարժման մեջ։ Եվ ամենակարևորը, գրված էր, որ նրա լռությունը կարող է օգտագործվել նպատակի համար, բայց ոչ մի տող չկար ասելու, որ նպատակի համար։ Արդյոք այդ դոսիեն Ֆադեյը երբևէ կարդացել է։ Ով շահեցավ Արցախի հարցի հետաձգումից 1988 թվականից մինչև 1991 թվականը։ 1991 թվականին, երբ ամեն ինչ արդեն փոխվել էր, մի մարդ ստանում էր ամեն ինչ։ Մի գործիչ, որը 3 տարի առաջ ամենաշատը ոչ մի բացահայտ պաշտոն չուներ, հանկարծ դառնում է ազդեցիկ։ Պատահակ, թե դիտավորված օպերացիա։ Շահերի հետևումն ավելի հուսալի արտացոլում է, քան որևէ զրույց։ Տարիների տևողությամբ Հայաստանը խոսում էր Արցախի մասին, բայց Մոսկվան մնում էր լռության մեջ։ Սակայն երբ կոնֆլիկտը դարձավ անհետաձգելի, հանկարծ միությունը սկսեց գործել, բայց ոչ հայկական շահերի, այլ ռազմավարական կենտրոնացման համար։ Հայաստանը փորձեց ինքնավար լինել անկախությունից հետո, բայց Արցախի հարցը դարձավ պարտք, որը տարիներ շարունակ քաշեց ետ։ Վերլուծաբանները ասում են, որ երբ դու պահանջում ես տարածք, դու միաժամանակ պատշաճում ես պարտք։ Մարտմը, որի անունը չենք կարող նշել հանրային կերպով անվտանգության պատճառներով, միջազգային նիստերի ժամանակ հաճախ փնտրում էր հնարավորություններ հանդիպելու արևմտյան դիպլոմատների հետ։ Այդ դիպլոմատները հիշում են, որ նա խոսում էր Կովկասի նոր կառուցվածքի մասին։ Հետո, երբ Արցախը դարձավ ռազմամարտական գոտի, հենց այդ մարդը ստանում է մեծ հովանավորություն նոր կառավարություններից։ Տնտեսական օգուտը անհամեմատ մեծ, քաղաքական դիրքը անշարժելի ամուր, սոցիալական հեղինակությունը անհերքելի։ Այս բոլոր եռյակը ձեռք բերվում է միայն այն դեպքում, երբ հին համակարգը տապալվում է եւ նոր համակարգը ունի պարտք քո համար։ Արցախը փոխարինվեց առանց բացահայտ պայմանագրի։ Խնդիրը խորացավ, բայց ոմանց դա եկամուտ էր։
Քաոսը, որի մասին Ֆադեյը վախենում էր 1988 թվականին, գալիս էր 1991 թվականին։ Այդ երկու ժամանակաշրջանների միջև մի հեռախոսազանգ, որի ձայնագրությունը կարող էր փոխել հայկական պատմությունը։ Բայց ում ձեռքում է այդ ձայնագրությունը, եւ ինչու նրանք չեն հրապարակում դա։ Արդյոք կա մի պատասխան, որը մենք երբևէ կլսենք։ Երբ մարդիկ խոսում են Կենտկոմի շենքի ընդերքի մասին, նրանք հիշում են միայն սովորական քարտուղարական սենյակները, միայն այն կոնֆերանս դահլիճները, որտեղ ռետորաբանում էին Լենինի մեջբերումները, միայն պաշտոնական լուսանկարների պատերը, կարների պատերը եւ միայն մետաղե դռները, որոնք բոլորն էլ արգելափակում էին գաղտնիքներին հասնելու ճանապարհը։ Բայց գոյություն ուներ սենյակ, որը չկար պաշտոնական պլանների վրա, չկար ճարտարապետական նախագծերի մեջ եւ չկար նույնիսկ անվտանգության բաժնի գաղտնի տեղեկագրում։ Այդ սենյակը մտնում էին միայն 3 հոգի, եւ դրանցից 2-ն այլևս ողջ չեն, իսկ երրորդը երբեք չի խոսել, մինչև 1999 թվականը, երբ հին հարցազրույցում մեկ անգամ նշեց, որ Ֆադեյը երբեմն անհետանում էր 2 կամ 3 ժամով, եւ ոչ ոք չգիտեր ուր։ Իսկ դա տեղի էր ունենում հենց այն օրերին, երբ Մոսկվայից գալիս էին հեռախոսազանգեր, որոնք երբեք չէին անցնում սովորական հեռախոսային գծերով։ Եթե դուք պատկերացնեք այն գծերի համակարգը, որը գոյություն ուներ Կրեմլի եւ Հանրապետության ղեկավարների միջև, այդ համակարգը աշխատում էր միայն գաղտնի ալիքներով, եւ ով որ լսում էր այդ զրույցները, պարտավոր էր թափել երթում, որ նրանց բովանդակությունը երբեք չի հրապարակվի։ Երբ Ֆադեյը դուրս էր գալիս այդ սենյակից, նրա ձեռքերը սառչած էին։ Նա նայում էր դեպի հատակը եւ քայլում էր այնպես, կարծես նորից սովորում էր քայլել։ Եվ մարդիկ, ովքեր նրան տեսնում էին այդ վիճակում, ժամանակին մտածում էին, թե նա հիվանդ է կամ հյուծված։ Բայց իրականում դա էր այն տեսքը, որ մարդը ունենում է, երբ պարտադրված է խոսել այն բառերը, որոնք հակասում են իր սրտի ամեն բիթին։ Գոյություն ունի փաստաթուղթ, որը երբեք պաշտոնապես չի արխիվացվել, բայց որի ֆոտոպատճենը պահվում է մի մարդու տանը Մոսկվայում։ Այն մարդուն, ով 1990 թվականին աշխատել է արխիվներում եւ ինչ-որ կերպ փրկել է մի շարք նյութեր ոչնչացման պահից մի քանի ժամ առաջ։ Այդ թերթը ստորագրություն չունի, բայց ունի ծածկագիր, երկխոսություն 3, եւ դրա մեջ կան 3-րդ հանձի գրառումներ մի զրույցի մասին, որը տեղի է ունեցել 1988 թվականի մարտի 30-րդ օրը, ուշ երեկոյան, եւ այդ զրույցում 3 ձայն է լսվում, բայց միայն մեկը խոսում է, կարգադրությամբ, իսկ մյուս 2-ը պատասխանում են, եւ այդ 2 ձայներից մեկը պատկանում է Ֆադեյ Սարգսյանին։ Գրառումներում նշվում է, որ նրան հարցրել են, արդյոք նա կարող է երաշխավորել հանրային կարգը, եթե Մոսկվան չեն ընդունի Արցախի միավորման պահանջը, եւ Ֆադեյը պատասխանել է այսպես. «Ժողովրդի հույսն անսահման է, բայց իմ ձեռքերի ուժը սահմանափակ»։ Եվ դա չէր հստակ պատասխան, այլ խուսափում, բայց դա էլ բավարար, որպեսզի հասկանաք, որ նա արդեն գիտեր, թե ինչ կպատահի։ Իսկ երբ երկրորդ ձայնը, որը կարծես պատկանում էր բարձրաստիճան Մոսկվայի պաշտոնյային, ասել է. «Մենք կարող ենք առաջարկել այլ լուծումներ, որոնք կփոխհատուցեն հայկական հանրապետությանը»։ Ֆադեյը լռել է 33 վայրկյան, եւ գրառումում դրված է մի նշում. թիվ 2 լռում է 33 վայրկյան։ Հնչում է շնչառության ծանր ձայն։ Եվ հետո Ֆադեյը ասել է. «Ես պետք է խորհրդակցեմ», բայց այդ խորհրդակցությունը երբեք չի տեղի ունեցել, կամ եթե ունեցել է, ապա որևէ փաստաթուղթ դրա մասին չկա։ Եվ այդ օրվանից սկսած Ֆադեյի ընտանիքի անդամները ասում են, որ նա փոխվել է։ Նա դարձել է ավելի մռայլ եւ ավելի հեռավոր, եւ երբ նրան հարցրել են ինչու է այդպես, նա միայն ժպտացել է այն ժպիտով, որը մարդն ունենում է, երբ ընդունում է, որ ապրում է իր սեփական անկումի շրջանում, եւ դեռ ոչինչ չի կարող անել դրա դեմ։ Միթե պատշաճ է կյանք ապրել իմանալով, որ քո ամենամեծ որոշումը կլինի ոչ թե արարք, այլ անգործություն, եւ որ այդ անգործությունը թյունը կզգան հազարավոր մարդիկ, ովքեր վստահեցին, որ դու մարտնչում ես նրանց համար, բայց իրականում դու արդեն գիտես, որ դու պատրաստվում ես լռել։ Երբ սկսվեցին առաջին բախումները, 1988 թվականի ամռանը, Ֆադեյը խուսափում էր զանգահարել Մոսկվա։ Պաշտոնապես դա նշանակում էր, որ նա ինքնուրույն աշխատում էր, որ նա ուներ հանրապետության իրավիճակի ինքնավար վերահսկողություն, որ նա պարզապես հաղորդում էր զեկույցներ, իսկ վերևից ստանում էր հրահանգներ, որոնք ընդունում էր իբրև անփոփոխելի հրամաններ։ Իրականում խուսափումը այլ բան էր։ Ֆադեյը վախենում էր, որ եթե նա զանգահարի եւ հարցնի օգնություն, նա կստանա այնպիսի պատասխան, որի համար պատասխանատու կլինի նա, ոչ Մոսկվան։ Այդ շրջանում նրա քարտուղարը, այն աղջիկը, որը 10 տարի աշխատել է այդ պաշտոնում, պատմել է հետագա տարիներին, որ Ֆադեյը երբեմն նստում էր իր սեղանի մոտ, ձեռքերը դնում էր դեմքի վրա, մնում էր այդպես 10 կամ 15 րոպե առանց շարժման,
իսկ հետո սկսում էր գրել նամակներ, որոնք նա երբեք չուղարկեց։ Եվ այդ նամակներից մեկը քարտուղարը գտել է խմբագրման սկուտեղում, եւ այդ տեքստում Ֆադեյը գրել է այսպես. «Ազգիս սիրում եմ, բայց հույս չունեմ, որ կարող եմ փրկել դրան առանց կոտորվելու»։ Այդ նամակը երբեք չարխիվացվեց, իսկ քարտուղարը այն պահպանում էր տանը մինչև նրա մահը 1996 թվականին։ Իսկ նրա զավակները այն հանձնեցին մի անկախ հետազոտողի, որը խոստացավ գաղտնի պահել աղբյուրը, բայց հրապարակել փաստը այն մասին, որ հայկական ղեկավարությունը ներսից փլատակված էր հույզերով, որոնք ոչ մի հանրային արտահայտություն չեն գտել։ Կար մի այլ դետալ, որը հազիվ է նշվում փաստաթղթերում։ 1988 թվականի հուլիսին Ֆադեյը ընդունել է մի մարդու, որը եկել էր Ստեփանակերտից, եւ այդ այցելում պատկերագրվում է որպես պարզ բանվոր, բայց իրականում նա ներկայացնում էր ոչ պաշտոնական խումբ, որը փորձում էր հետազոտել Կրեմլի ռեակցիան Արցախի միջադեպերի նկատմամբ, եւ այդ մարդը հարցրել է Ֆադեյին ուղղակիորեն. «Խոստացած եք Մոսկվային, որ Արցախը կմնա ադրբեջանական»։ Եվ Ֆադեյը չի պատասխանել դրան, ընդհուպ հանդիպման վերջին, բայց հիմարն էր լռությունը, որովհետև լռությունը ավելի շատ բան էր բացահայտում, քան ցանկացած բառ։ Եվ երբ այն մարդը դուրս է եկել, նա պատմել է իր ընկերներին, որ Ֆադեյը երբեք չի ժխտել, բայց նաև երբեք չհաստատեց։ Եվ այդ երկիմաստությունը, այդ կախված հարցը ավելի սարսափելի էր, քան որևէ բացահայտ խոստում։ Մարդիկ կարող են ներիտալ սխալը, բայց երբեք չեն ներիտա ձևացողական չեզոքությունը, երբ պետք է ընտրել կողմը։ 1988 թվականից սկսած հայկական հասարակությունը սկսեց նայել իր ղեկավարներին հետևողականության լուսաչափով, եւ յուրաքանչյուր անորոշ պատասխան ավելի խորացնում էր խրոցը Կենտկոմի եւ փողոցի միջև։ Երբ այդ խրոցը դառնում է անխրոցելի, համակարգը փլատակվում է, եւ այդ դատաբաժանումը տեղի ունեցավ որոշակի պահից, երբ մարդիկ ի վերջո հասկացան, նրանց ղեկավարությունը խոսում է այլ լեզվով, կամ առավել ճիշտ, լռում է այն լեզվով, որը նրանք անհրաժեշտ են լսել։ Ֆադեյը չէր կարող բացահայտել այն բանը, ինչ տեղի էր ունենում պատերի ետևում։ Նա գիտեր, որ բացահայտելը նշանակում էր անհետացնել ամեն իր դիրքը, ամեն իր ազդեցությունը եւ հավանաբար նույնիսկ իր կյանքի հնարավորությունը։ Իշխանության ամենանեղ կողմն այն է, որ դու սկսում ես կասկածել բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր տասնամյակներ քեզ հետ էին։ 1988 թվականի վերջերին Ֆադեյի կողմից վերստուգվել են 5 հոգի, անձնական գրասենյակի համար։ Դրանք մարդիկ էին, ովքեր նախկինում ծառայել էին KGB-ում կամ կենտրոնական վերահսկման մարմիններում։ Պատահակ։ Դժվար է հավատալ։ Ֆադեյը սկսեց պատերի տակ նայել, սկսեց վարանել զրույցներից, սկսեց չվստահել հանրային հայտարարություններին եւ սկսեց գերադասել գրավոր հրահանգներ։ Նա 1988 թվականի սեպտեմբերին պահանջեց, որ յուրաքանչյուր հեռախոսային զրույց կենտրոնական գրասենյակից գրանցվի հատուկ մատյանում, որը ստորագրվի երկու անձի կողմից՝ նա եւ դիտորդը։ Նա սկսեց վախենալ իր ընկերներից։ Գոյություն ունի վկայություն այն մարդուց, ով 5 տարի ապրել է Ֆադեյի ընտանիքի տանը որպես ներքին ծառա։ Այդ մարդը հիշում է, որ 1988 թվականի վերջերին Ֆադեյի սենյակում սկսեցին հնչել արտասովետական ռադիոկայանների ալիքները, բարձր ձայնով, եւ դա կատարվում էր գիշերը, երբ ոչ ոք չպիտի լսեր։ Ֆադեյը նստում էր մենակ, լսում էր Ազատություն ռադիոկայանը, լսում էր Ամերիկայի ձայնը, լսում էր այն հաղորդումները, որոնք քննադատում էին խորհրդային քաղաքականությունը Կովկասում, եւ երբ ծառան մտավ սենյակ մի գիշեր, Ֆադեյը գազանաբար դարձավ դեպի նրան եւ խնդրեց, որ մի խոսքը չասի դրա մասին, քանի որ այն կարող էր պատճառ հանդիսանալ վտանգի, բայց եղած էր, որ ծառան բացահայտում է, որ Ֆադեյը ասել է նաեւ այսպես. «Ես պետք է իմանամ, թե աշխարհն ինչ է մտածում մեր մասին, ոչ թե միայն այն, ինչ Կրեմլը ուզում է, որ ես իմանամ»։ Այդ խոստովանությունն արժե ոսկե կշիռով։ Նշանակում էր, որ Ֆադեյը արդեն վստահություն չուներ պաշտոնական գծերից, որ նա գաղտնի ուղիներով փնտրում էր ճշմարտություն, որը չէր կարող գտնել սեփական համակարգի տեղեկատվության մեջ։ Իսկ հենց հետո գործի են դրվել լրացուցիչ վերահսկողներ։ 1989 թվականի փետրվարին, երբ Արցախի ցույցերը դարձան ամենօրյա, պարզվեց, որ Ֆադեյի սեփական անձնական գրասենյակում տեղադրված էր լսող սարք։ Այդ փաստը չպաշտոնականացվեց, բայց հայտնաբերվեց, երբ տեխնիկական սարքավորման սպասարկման մի մասնագետ, որը խնդրվեց ստուգել հեռախոսային համակարգերը, պատահաբար գտավ փոքր սարք, լարվածվածությամբ։ Երբ մասնագետը դա տեղեկացրեց իր վերադասին, վերադասը հրահանգեց չմիջամտել։ Այդ մասնագետը հետագա տարիներին պատմեց, որ նա չէր կարող անել ոչինչ, բայց անհանգստացել էր, եւ երբ ամիսներ անցան եւ հետո ամեն ինչ փլատակվեց, նա խորեց, թե արդյոք այդ սարքը գտնվում էր հայկական իրավասության կողմից, թե մոսկովյան հրամանատարությունից, եւ դա նրան երբեք չի տեղեկացվել։ Վստահությունը չի կորչում մեկ անգամից։
Դա քայքայվում է կաթիլ առ կաթիլ, յուրաքանչյուր անորոշ պատասխանի հետ, յուրաքանչյուր գանչուր գաղտնի զրույցի հետ, յուրաքանչյուր թաքցված սարքի հետ։ 1988 թվականին Ֆադեյը դարձավ պարանոիկ։ Բայց արդյոք դա պարանոյա էր, եթե իրականում նա իսկապես շրջապատված էր լրտեսներով, վերահսկողներով եւ մարդկանցով, ովքեր սպասում էին նրա շեղման, զեկուցելու Մոսկվա։ Երբ համակարգը թելադրում է, որ դու պարտավոր ես վստահել, բայց միաժամանակ հետևում է քեզ հենց այն պահին, երբ վստահություն կորցնում ես, ապա համակարգի հենց իմաստը խախտվում է։ Միթե նա գիտեր, որ այդ ամենը կտանի դեպի իր անկումը, թե նա հույս ուներ մինչև վերջ, որ կարող է փրկվել։ Ինչու են բժիշկները նստում խոստովանությունների աթոռներում, երբ արդեն ուշ է։ 1991 թվականին, երբ ամեն ինչ արդեն փլատակվել էր, մի հին բժիշկ, որը 17 տարի ծառայել էր Կենտկոմի բուժկենտրոնում, համաձայնվեց խոսել առաջին անգամ։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա բացեց հին գրքույկը, լեցուն ծածկագրերով, թվերով, որոնք միայն նա կարող էր ապակոդավորել։ Այդտեղ գրված էր ամեն բան։ Ֆադեյ Սարգսյանի առողջական իրական վիճակի մասին, այն, ինչ երբեք չհասավ պաշտոնական փաստաթղթերին։ Արյան ճնշում, հիպերտոնիա, որը վերահսկում էր միայն մշտական դեղորայքով։ Սրտի անկանոն ռիթմ, արիթմիա, որը 3 անգամ հանգեցրել է անգիտակցական վիճակի։ Եվ մի ամբողջ ցուցակ դեղեր, որոնք գաղտնի պատվիրվում էին Մոսկվայից, ծածկագրերով, որովհետև դրանց անունները չպիտի երևային պաշտոնական բժշկական գրանցամատյաններում։ Այդ բժիշկն ասում, որ 1988 թվականից սկսած Ֆադեյի վիճակը սկսել է քայքայվել ավելի արագ, քան նախկինում։ Ոչ միայն մարմնական, նաև հոգեբանական։ Նա սկսեց նիհարել։ Նա սկսեց կորցնել քունը։ Նրա աչքերի տակ հայտնվեցին մութ շրջանակներ, նրա մաշկը դարձավ գորշ, նրա մազերը ամբողջովին ճերմակ մի քանի ամսում, եւ դա ոչ միայն տարիքի հետևանք էր, քանի որ նա միայն 59 տարեկան էր, այլ դա էր այն բանի արդյունքը, որ նա ապրում էր մշտական լարվածության մեջ, երբ յուրաքանչյուր զանգ կարող էր լինել վերջինը, յուրաքանչյուր հանդիպումը դատարան, յուրաքանչյուր պատասխանը ծուղակ։ Գոյություն ունի ճշգրիտ ցուցակ, դեղերի, որոնք Ֆադեյը վերցնում էր ամեն առավոտ եւ ամեն երեկո։ Այդ ցուցակը պահպանվում էր անձնական բժշկի գրեր անձնական բժշկի գրասենյակում, իսկ երբ այդ գրասենյակը փակվեց 1992 թվականին, դա փոխանցվեց արխիվ, որտեղ այն պետք է լիներ հասանելի մասնագիտական հետազոտողների համար։ Բայց երբ արխիվները բացվեցին, այդ ցուցակի 5 էջը բացակայում էին։ Միայն 5-ը։ Մնացածը կար։ Ինչ էր այդ 5 էջերում։ Ինչու հենց դրանք էին անհետացել։ Բժիշկը, որը հիշում է դրանց բովանդակությունը, ասում է, այնտեղ գրված էր այն ախտորոշումների մասին, որոնք կապված էին նյարդային խանգարումների հետ։ Ֆադեյը տառապում էր դեպրեսիայից։ Նա ունեցել է մտածողության խանգարումներ։ Նա երբեմն խոսել է ինքն իր հետ բարձր ձայնով, երբ մտածել է, որ մենակ է։ Նա երբեմն մոռացել է, թե ինչ է ասել 5 րոպե առաջ եւ հարցրել նույն բանը կրկին։ Եվ ամենակարևորը, նա 3 անգամ փորձել է հրաժարվել իր պաշտոնից, բայց յուրաքանչյուր անգամ Մոսկվան հրաժարվել է ընդունել այդ հրաժարականը, որովհետև համակարգը գիտեր, որ եթե Ֆադեյը հեռանա, հայկական ազգայնականության ալիքը կանկարելի չի լինի։ Իշխանությունը սպանում է ավելի արագ, քան ցանկացած հիվանդություն։ 1988 թվականից մինչև 1990 թվականը, միայն 3 տարի, Ֆադեյը ծերացավ 10 տարվա չափ։ Նրա քայլքը դարձավ դանդաղ։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա ստորագրում էր փաստաթղթեր։ Նրա ձայնը դարձավ թույլ, կարծես նա արդեն էներգիա չուներ պայքարելու իր սեփական մտքերի դեմ։ Եվ նրա աչքերը։ Ով տեսել է Ֆադեյի աչքերը 1990 թվականին, ասում է, դրանք աչքերն էին այն մարդու, ով արդեն իմացել է, որ պարտվել է, բայց դեռ պետք է շարունակի դերակատարությունը։ Իսկ այն զրույցները, որոնք տեղի էին ունենում բժշկական սենյակում, երբ Ֆադեյը լուռ նստում էր, իսկ բժիշկը ստուգում էր արարյան ճնշումը, սրտի ռիթմը, շնչառությունը։ Բժիշկը պատմում է, որ մի անգամ 1990 թվականի հունվարին Ֆադեյը նայեց նրան եւ հարցրեց. «Քանի ժամանակ դեռ կարող եմ շարունակել»։ Բժիշկը սկզբում մտածեց, որ Ֆադեյը խոսում է իր առողջության մասին եւ պատասխանեց. «Եթե շարունակեք այդ ռեժիմը, հնարավոր է մի քանի տարի»։ Բայց Ֆադեյը ժպտաց այն դառն ժպիտով, որը նա ունեցել է վերջին օրերին, եւ ասաց. «Ես խոսում եմ ոչ իմ մարմնի, այլ իմ իշխանության մասին»։ Բժիշկը լռեց, որովհետեւ դա ոչ բժշկական հարց էր։ Բայց Ֆադեյը շարունակեց. «Եթե համակարգը որոշի, որ ես ավելորդ եմ, որքան ժամանակ է պետք իմ փոխարինման համար»։ Այդ հարցը չի պատասխանվել, բայց պատասխանը եկավ 9 ամիս հետո, երբ Ֆադեյը հեռացվեց իր պաշտոնից, առանց բացատրության, առանց հրապարակային հայտարարության։ Պարզապես մի օր նա էլ չկար, եւ նրա տեղը գրավեց մեկ ուրիշը։
Արդյոք նա գիտեր, որ իր սեփական մարմինը դառնում է իր դավաճանը, չկարողանալով դիմանալ ճնշմանը, որը համակարգը դնում էր նրա վրա ամեն օր։ Ինչու են արխիվները այրվում հենց այն օրը, երբ դրանք ամենից անհրաժեշտ են։ 1992 թվականի մարտի 17-րդ օրը, երբ Կենտկոմի հին շենքը պատրաստվում էր փոխանցվել նոր կառավարությանը, մի խումբ մարդիկ մտան արխիվային սենյակ, 4-րդ հարկում, եւ սկսեցին հանել դոսիեներ, թղթեր, գրանցամատյաններ։ Դրանք դրվեցին երկաթյա տուփերում եւ փոխադրվեցին ներքև, բակ, որտեղ արդեն պատրաստված էր մեծ բուխարի, կրակով։ Երբ կրակը բորբոքվեց, այն այրում էր 3 ժամ անընդմեջ եւ ծուխը բարձրանում էր վերև, մութ սյան նման, որը տարածվում էր ամբողջ քաղաքի վրայով։ Մարդիկ, ովքեր անցնում էին այդ փողոցով, կանգ էին առնում եւ հարցնում. «Ինչ են այրում»։ Ոչ ոք չպատասխանեց։ Երբ կրակը մարեց, մնացին միայն մոխիր եւ մետաղական պարկուճներ, որոնք չէին այրվել, բայց դրանց ներսում այլևս ոչինչ չմնաց, բացի մի քանի այրված անկյունից։ Գոյություն ունի վկա, ով այդ օրը աշխատում էր տեխնիկական սպասարկման բաժնում, եւ նա պատմում է, որ այդ թղթերի մեջ կային միայն ոչ նշանավոր նյութեր, ասեն 5 գնումների հաշիվներ, սովորական նամակներ, վարչական զեկույցներ։ Բայց երբ նա ավելի մոտ նայեց, նա տեսավ մի տուփ, որի վրա դրոշմված էր կարմիր կնիկ, գերագույն գաղտնի։ Այդ տուփը նետվեց կրակի մեջ առաջինը։ Տեխնիկը փորձեց մոտենալ տեսնելու համար, թե ինչ կա այնտեղ, բայց մի ավագ պաշտոնյա, որը վերահսկում էր գործընթացը, կանգնեցրեց նրան եւ ասաց. «Թող շարունակեն իրենց աշխատանքը»։ Եվ այդպես, փաստաթղթեր, որոնք կարող էին բացատրել ամեն ինչ, Ֆադեի եւ Մոսկվայի միջև եղած զրույցները, գաղտնի պայմանավորվածությունները, Արցախի հարցի վերաբերյալ պլանները անհետացան մի քանի ժամում։ Բայց կար մի մարդ, ով հասցրեց փրկել մեկ էջ։ Միայն մեկ էջ, որը թռավ կրակից, քամու պատճառով, եւ ընկավ մի անկյան։ Այդ մարդը, նույն տեխնիկը, արագորեն վերցրեց այն, թաքցրեց իր շապիկի տակ եւ տարավ տուն։ Այդ էջը նա պահպանեց 30 տարի։ 1999 թվականին նա այն ցույց տվեց մի լրագրողի, ով պատմեց, որ այդ էջը պարունակում էր նամակի մի հատված, Ֆադեյ Սարգսյանի անունից ուղղված կենտրոնական կոմիտեին։ Նամակը գրված էր 1999 թվականի ապրիլին, եւ այնտեղ Ֆադեյը գրում էր այսպես. «Արցախի հարցը կարող է լուծվել միայն երկխոսությամբ, բայց ոչ բռնությամբ։ Եթե մենք շարունակենք հետաձգել, հայ ժողովուրդը կկորցնի վստահությունը։ Եթե մենք կորցնենք վստահությունը, կկորցնենք հանրապետությունը»։ Այդ բառերը եղան Ֆադեյի վերջին ուղիղ ձայնը, բայց դրանք երբեք չհասան Մոսկվա, կամ եթե հասան, ապա արձագանք չստացան, որովհետև պատասխանը, որ եկավ, ոչ նամակ էր, այլ լռություն, եւ հետո հեռացում։ Կային նաև այլ էջեր, որոնք անհետացան։ Գաղտնի հաշվետվություններ, այն մասին, թե ինչպես Ֆադեյը հանդիպեց լեհ դիվանագետների հետ։ Գաղտնի զեկույցներ, այն մասին, որ նա փորձել է միջնորդություն խնդրել արտասահմանից։ Գաղտնի հաղորդագրություններ, այն մասին, որ նա դիմել է գաղտնի աղբյուրներին իմանալու, թե Մոսկվան ինչպիսի պլաններ ունի Հայաստանի նկատմամբ։ Այս բոլոր փաստաթղթերը կրակի մեջ։ Ինչու՞։ Որովհետև դրանք ապացույց էին, որ Ֆադեյը փորձել է դիմադրել, բայց համակարգը ավելի ուժեղ էր։ Որովհետև դրանք ցույց էին տալիս, որ նա ոչ միայն դավաճան չէր, այլ փորձել է պաշտպանել իր ժողովրդին, բայց ծախողվել է։ Եվ դա ավելի վտանգավոր էր, քան ցանկացած դավաճանություն։ 1999 թվականին, երբ Հայաստանի արխիվները պաշտոնապես բացվեցին հանրությանը, մարդիկ փնտրեցին Ֆադեյ Սարգսյանի դոսիեն։ Այն գոյություն ուներ, բայց այն բաղկացած էր միայն վարչական զեկույցներից, պաշտոնական նամակներից, բացահայտ հաղորդագրություններից։ Բոլոր գաղտնի էջերը, բոլոր իրական զրույցները, բոլոր փաստացի պայմանավորվածությունները բացակայում էին։ Կարծես մի մարդ, ով ապրել է 30 տարի քաղաքականության մեջ, երբեք գաղտնի գործ չի արել։ Ով տվեց հրամանը այրել այդ արխիվները, եւ ով շահեցավ այդ ոչնչացումից։ Չկա գաղտնիք, որ մնում է անբացահայտ ընդմիշտ, բայց կան այն գաղտնիքները, որոնք ցավալի են բացահայտել, որովհետև դրանք ցույց են տալիս, որ դավաճանությունը գալիս է այնտեղից, որտեղից դու երբեք չես սպասել։ 1990 թվականի մայիսին Ֆադեյ Սարգսյանը կանչվեց վերջին անգամ Կենտկոմի գլխավոր նիստ։ Նա մտավ դահլիճ, որտեղ նստում էին 12 մարդ, բոլորը կուսակցության բարձրագույն մակարդակից։ Նրանցից շատերը նրա ընկերներն էին, դրանք միասին աշխատել էին տասնամյակներ, դրանք միասին քննարկել էին Արցախի հարցը, դրանք միասին խոստացել էին աջակցել հայկական շարժմանը։ Բայց այդ օրը ոչ ոք նայեց Ֆադեյի աչքերին։ Նիստը տևեց 30 րոպե։ Ֆադեյին տեղեկացրին, որ նրա ծառայությունները այլևս անհրաժեշտ չեն, որ նա կարող է հեռանալ պատվով, բայց պետք է հեռանա անմիջապես։ Երբ Ֆադեյը հարցրեց, ինչ պատճառով,
Նրան պատասխանեցին քաղաքական անհրաժեշտություն։ Եվ այդ 12 մարդկանցից մեկը, ում անունը Ֆադեյը համարում էր իր ամենամոտ դաշնակիցը, մարդը, որի հետ նա խորհրդակցել էր 20 տարի, մարդը, որը խոստացել էր աջակցել նրան Արցախի հարցում մինչև վերջ, հենց այդ մարդն էր, ով առաջադրել էր Ֆադեյի հեռացման առաջարկը։ Դա ոչ թե պարզապես քաղաքական որոշում էր, դա դավաճանություն էր, ամենասառը ձևով, երբ մարդը, ում դու վստահում ես, դառնում է քո դատապարտող։ Ֆադեյը դուրս եկավ այդ դահլիճից առանց բառերի։ Նրա քարտուղարը, որը սպասում էր դրսում, հիշում է, որ Ֆադեյը կանգնեց մի երկար վայրկյան, նայեց դեպի պատուհանը, որտեղ երևում էր Երևանի քաղաքը, եւ հետո ասաց. Վերջացավ։ Ոչինչ ավելին։ Պարզապես վերջացավ։ Բայց ով էր այդ մարդը, ով դավաճանեց Ֆադեյին։ Պատմությունը պահպանել է նրա անունը, բայց ավելի կարևորն այն է, թե ինչ նա շահեց այդ դավաճանությունից։ 3 ամիս հետո, երբ նոր կառավարությունը ձևավորվեց, այդ մարդը ստացավ բարձրագույն պաշտոններից մեկը՝ տնտեսական զարգացման նախարար։ Մի տարի հետո նա դարձավ մի խոշոր արդյունաբերական կառույցի ղեկավար, որը վերահսկում էր Հայաստանի էներգետիկ ռեսուրսները։ 2 տարի հետո նա ունեցավ անձնական ունեցվածք, որը գնահատվում էր միլիոններով։ Պատահակ։ Կամ դա էր գինը, որը վճարվեց նրան Ֆադեյին դուրս հանելու համար։ Հետևեք գումարներին։ 1990 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլատակվել, մի շարք հայկական պաշտոնյաներ սկսեցին փոխանցել պետական ակտիվներ մասնավոր ձեռքերին։ Այդ գործընթացը կոչվում էր մասնավորեցում, բայց իրականում դա կողոպուտ էր։ Ով վերահսկում էր այդ գործընթացը, կարող էր վերցնել ամենաթանկ կտորները։ Եվ ով էր այն պաշտոնյան, ով դարձավ այդ գործընթացի ամենամեծ շահառուներից մեկը։ Հենց այդ մարդը, որը դավաճանեց Ֆադեյին։ Նրա անունը հայտնի բոլորին, ով ապրել է այդ ժամանակաշրջանում, բայց մենք չենք անվանի այն այստեղ, քանի որ նրա ազգականները դեռ ազդեցիկ են։ Այդ մարդը վերցրեց 3 խոշոր գործարան։ Նա վերցրեց 20,000 հեկտար հող։ Նա վերցրեց հսկողություն Հայաստանի բնական գազի մատակարարման վրայով։ Եվ ամեն անգամ, երբ մարդիկ հարցնում էին, ինչպես նա ստացավ այս ամենը, նա պատասխանում էր. իրավական մեթոդներով։ Երբ մարդը հասկանում է, որ իր վերջին փորձը ձախողվել է, նա սկսում է պատրաստվել անխուսափելիին։ 1991 թվականի հուլիսի 22-րդ օրը, երբ արդեն պարզ էր, որ Ֆադեյ Սարգսյանը երբեք չի վերադառնա իշխանություն, երբ արդեն նոր դեմքերը գրավել էին Կենտկոմի սենյակները, երբ արդեն նրա անունը հաճախ չէր հիշատակվում նույնիսկ 5 գործընկերների կողմից, հենց այդ օրը, ուշ երեկոյան, նրա տան դռան զանգակը հնչեց 3 անգամ, եւ երբ դուռը բացվեց, այնտեղ կանգնած էր մի մարդ, ում Ֆադեյը չէր տեսել 12 տարի։ Մարդ, ով կողմ էր կանգնել նրա կողքին այն ժամանակ, երբ համակարգը դեռ ուժեղ էր, երբ համակարգը դեռ կարող էր պատժել դավաճանության համար։ Եվ այս մարդը մտավ ներս եւ նստեց Ֆադեյի դիմաց, եւ երկուսն էլ լռեցին երկար ժամանակ, քանի որ երբեմն լռությունը ավելի շատ բան է ասում, քան 1000 խոսք։ Եվ վերջապես այդ մարդը հանեց իր պայուսակից մի փոքր տետր, որը փաթաթված էր հին թերթի մեջ, եւ դրեց սեղանի վրա եւ ասաց. «Սա միակ պատճենն է, որը մնացել է։ Մյուսները այրվել են։ Եթե դուք ցանկանում եք, որ ապագա սերունդները իմանան ճշմարտությունը, պահպանեք սա»։ Այդ տետրը պարունակում էր ձեռքով գրված նշումներ այն խորհրդակցությունների մասին, որոնք տեղի էին ունեցել Ֆադեյի եւ Մոսկվայի ներկայացուցիչների միջև 1988 թվականից մինչև 1990 թվականը։ Գոյություն ունեին ամսաթվեր, ժամեր, անուններ, որոնք տածկագրված էին, բայց ով որ կարդում էր ուշադիր, կարող էր հասկանալ, թե ով էր յուրաքանչյուր մարդը։ Կային նաև ուղիղ մեջբերումներ այն հեռախոսային զրույցներից, որոնք տեղի էին ունեցել Կրեմլի եւ Երևանի միջև, եւ այդ մեջբերումներից մեկում, որը թվագրված էր 1988 թվականի փետրվարի 21-րդ օրով, գրված էր այսպես. Մոսկվա։ Արցախի հարցը կարող է լուծվել միայն երկարաժամկետ բանակցություններով, ոչ միանգամից։ Եթե հայերը շարունակեն ճնշել, մենք ստիպված կլինենք կիրառել ուժ։ Եվ հետո Ֆադեյի պատասխանը. Բայց ուժը կսպանի հավատը։ Եթե մենք կորցնենք հավատը, կորցնենք ժողովրդի աջակցությունը։ Եվ Մոսկվայի պատասխանը. ժողովրդի աջակցությունը երկրորդական է, պետական անվտանգությունը առաջնային է։ Ֆադեյը կարդաց այդ էջերը մեկ առ մեկ, եւ նրա դեմքը ավելի ու ավելի էր գորշանում, կարծես յուրաքանչյուր բառ, որը նա կարդում էր, նորից հիշեցնում էր այն անկարողությունը, որը նա զգացել էր այն օրերին, երբ նա խոսում էր Մոսկվայի հետ, խոսում էր հայ ժողովրդի անունից, բայց պատասխանները միշտ նույնն էին. հետաձգել, սպասել, չկրակել իրավիճակը։ Եվ Ֆադեյը հասկանում էր, որ յուրաքանչյուր հետաձգում նշանակում էր մեկ այլ հնարավորություն, որը կորցվեց։ Մեկ այլ օր, երբ հայերը խոսում էին Արցախի մասին, բայց Մոսկվան ուղղակիորեն արհամարհում էր նրանց ձայնը,
Եվ ամեն անգամ, երբ Ֆադեը փորձում էր ճնշել Կրեմլին, ավելի լուրջ վերաբերվել հայկական պահանջներին, նա ստանում էր հակադարձ սպառնալիք. Եթե դուք չեք կարողանում վերահսկել ձեր ժողովուրդը, մենք կկարողանանք։ Այդ մարդը, ով բերել էր տետրը, նայեց Ֆադեին եւ ասաց. Դուք արեցիք ինչ կարող էիք, բայց համակարգը ավելի մեծ էր, քան ցանկացած մարդ։ Նույնիսկ դուք։ Ֆադեը ոչինչ չպատասխանեց, միայն փակեց տետրը, դրեց այն իր դառնոցի դարակում, եւ երբ այդ մարդը հեռացավ, Ֆադեը մնաց նստած մութ սենյակում մինչև լուսաբաց։ Եվ ոչ ոք երբեք չիմացավ, թե նա մտածում էր, թե խորում էր, թե պարզապես լռում էր այն լռությամբ, որը գալիս-ալիս է, երբ մարդը հաշվի է գալիս իր պարտության հետ, երբ նա վերջապես ընդունում է, որ պատմությունը գրվում է ոչ թե նրանց կողմից, ովքեր փորձեցին փոխել այն, այլ նրանց կողմից, ովքեր վերահսկում էին գրիչը։ Միթե դա իսկապես վերջին փորձն էր, թե Ֆադեը արդեն գիտեր, որ չկար այլ փորձ, եւ այդ տետրը միակ միջոցն էր պահպանելու յանձնական պատմության մի մասը, որը չէր կարող ապրել պաշտոնական փաստաթղթերի մեջ։ Առաջին անգամ 30 տարվա ընթացքում մի մարդ, ով երբեք չի խոսել հանրայնորեն, համաձայնեց տալ հարցազրույց, եւ այդ հարցազրույցը վիցը փոխեց ամեն ինչ, ինչ մարդիկ մտածում էին, որ գիտեին Ֆադեյ Սարգսյանի մասին։ 1999 թվականի նոյեմբերի 25-րդ օրը, երբ Հայաստանն արդեն անկախ էր, երբ հին համակարգը վաղուց փլատակվել էր, երբ Խորհրդային Միությունը միայն հիշողություն էր, մի բարձրաստիճան գործակից, ով աշխատել է Ֆադեյի անձնական աշխատակազմում 1988 թվականից մինչև 1990 թվականը, նստեց լրագրողի դիմաց եւ սկսեց պատմել այն բաները, որոնց մասին նա լռել էր 30 տարի։ Եվ յուրաքանչյուր բառ, որը նա ասաց, կարծես քար էր ընկնում անդունդ, եւ ահազանգի ձայնը տարածվում էր ամբողջ սենյակով, եւ այդ ձայնը պատմում էր ապացուցված ճշմարտություն, առանց զարդարանքի, առանց քաղաքական հմայքի, միայն փաստերը, միայն այն, ինչ նա տեսել, լսել եւ փաստագրել էր այն տարիներին։ Այդ մարդը պատմեց, որ 1990 թվականի ապրիլի 3-րդ օրը, երբ Ֆադեը դեռ պաշտոնում էր, բայց արդեն զգում էր, որ ամեն ինչ վերջանում է, նա ընդունեց մի գաղտնի այցելու, եւ այդ այցելուն եկել էր ոչ թե Երևանից, այլ ուղղակի Մոսկվայից, եւ այդ մարդն ուներ լիազորություն խոսելու Կրեմլի անունից, եւ նա նստել է Ֆադեյի սեղանի դիմաց եւ հանել մի փաթեթ փաստաթղթեր, եւ այդ փաստաթղթերը պարունակում էին առաջարկներ, որոնք կարող էին փրկել Ֆադեյի կարիերան, կարող էին ապահովել նրա ընտանիքի անվտանգությունը, կարող էին նույնիսկ երաշխավորել նրան բարձր պաշտոն Մոսկվայում, եթե նա համաձայներ դադարել խոսել Արցախի մասին, եթե նա համաձայներ հանրայնորեն հայտարարել, որ Արցախի միավորումը անհնար է, եթե նա համաձայներ օգնել Կրեմլին համոզելու հայ ժողովրդին, որ նրանք պետք է ընդունեն Արցախի կարգավիճակը որպես Ադրբեջանի մաս։ Ֆադեյը լսեց այդ ամենը լռությամբ, եւ երբ այդ մարդը ավարտեց իր ներկայացումը, Ֆադեյը շրջեց աթոռը դեպի պատուհանը, որտեղ երևում էր Երևանի քաղաքը, եւ նա նայեց դեպի այդ քաղաքը երկար ժամանակ, եւ հետո ասաց միայն մեկ նախադասություն. Ես չեմ կարող դավաճանել իմ ժողովրդին երկրորդ անգամ։ Այդ բառերը ասում էին ամեն ինչ։ Նրանք հաստատում էին, որ Ֆադեյը արդեն զգում էր, որ նա դավաճանել է առաջին անգամ, լռելով այն պահին, երբ պետք էր խոսել, համաձայնելով Մոսկվայի հրահանգներին այն պահին, երբ պետք էր դիմադրել, եւ այժմ, երբ նրան տրվում էր երկրորդ հնարավորություն, ընտրելու միջև ազգի եւ սեփական անվտանգության, նա ընտրեց ազգը, նույնիսկ եթե դա նշանակում էր իր կյանքի ավարտը քաղաքական թատրոնում։ Այդ գործակիցը պատմեց նաեւ, որ երբ Մոսկվայի ներկայացուցիչը դուրս եկավ, Ֆադեյը նստեց իր սեղանի մոտ եւ գրեց երկու նամակ։ Առաջին նամակը իր ընտանիքին, որտեղ նա բացատրում էր, թե ինչու նա ընտրել է այդ ճանապարհը, եւ ասում էր. Ես նախընտրում եմ ապրել որպես պարտված, բայց ազնիվ մարդ, քան որպես հաջողված, բայց ամոթալի գործիք։ Երկրորդ նամակը հայ ժողովրդին, որը երբեք չի հրապարակվել, բայց որտեղ Ֆադեյը գրել է. Ներեցեք ինձ, որ չկարողացա տալ ձեզ այն, ինչ խոստացել էի։ Ներեցեք ինձ, որ ապրեցի համակարգի ստվերում, երբ պետք էր կանգնել լույսի տակ։ Բայց իմացեք, ես երբեք չեմ դադարել սիրել մեր ազգը, նույնիսկ այն պահերին, երբ համակարգը ստիպեց ինձ լռել։ Այդ մարդը ավարտեց իր հարցազրույցը մի խոստովանությամբ, որը պատառոտեց սիրտը բոլորին, ովքեր լսում էին։ Նա ասաց. Ֆադեյ Սարգսյանը չէր դավաճան։ Նա էր ոչ հնարավոր դիրքում մարդ, ով փորձեց ծառայել երկու տերերի, Մոսկվային եւ Երևանին, եւ վերջապես հասկացավ, որ դա անհնար է։ Եվ երբ նա հասկացավ դա, նա ընտրեց Երևանը, նույնիսկ եթե դա նշանակում էր իր քաղաքական մահը։ Իսկ այն հարցը, որը մնաց բոլորի մտքերում, արդյոք այդ ընտրությունը բավարար էր ներման համար, թե պատմությունը միշտ կհիշի նրան որպես մարդու, ով չկարողացավ փրկել Արցախը, անկախ իր վերջնական ընտրությունից։ Վերջին ժամերն ունեն իրենց սեփական ժամանակի չափիչը,
որտեղ վայրկյանները երկարում են հավերժության չափ, իսկ ժամերը անցնում են աննկատ։ Եվ Ֆադեյ Սարգսյանի վերջին օրերը, որոնք ապրեց 1992 թվականի աշնանը, հենց այդ տարօրինակ ժամանակի հոսքիմ էին, եւ մի մեջ էին, երբ նա արթնանում էր ամեն առավոտ ժամը 6-ին։ Նստում էր իր տան պատշգամբում, որտեղ կարող էր տեսնել Արարատ լեռը հորիզոնում, եւ մնում էր այնտեղ 1 ժամ կամ 2-ը, առանց շարժման, առանց խոսքի։ Կարծես նա փորձում էր անցյալից ինչ-որ հետ գտնել։ Փորձում էր հիշել այն պահերը, երբ նա դեռ հավատում էր, որ կարող է փոխել բաները, երբ նա դեռ կարծում էր, որ քաղաքականությունը կարող է ծառայել ազգի, ոչ թե միայն իշխանության։ Նրա կինը, ով 30 տարի ապրել էր նրա կողքին, պատմում է, որ այդ վերջին ամիսներին Ֆադեյը դարձել էր ավելի լուռ, ավելի մտածված, եւ երբեմն նա խոսում էր ինքն իր հետ այնպիսի բառերով, որոնք նա հասկանում էր, թե վերաբերում են քաղաքականությանը, բայց նա երբեք չէր հարցնում, որովհետև գիտեր, որ Ֆադեյը կլռեր, ինչպես միշտ լռում էր, երբ խոսքը վերաբերում էր գաղտնիքներին, որոնք նա կրում էր իր ներսում ամբողջ կյանքը։ Մի անգամ 1992 թվականի հոկտեմբերի սկզբին Ֆադեյը նստած էր իր աշխատասենյակում, որտեղ նա պահպանում էր հին գրքերը, հին փաստաթղթերը, հին լուսանկարները, եւ նա վերցրեց մի լուսանկար, որտեղ նա կանգնած էր 1969 թվականին մի խմբի հետ, երիտասարդ կոմունիստներ, ովքեր հավատում էին, որ կառուցում են նոր աշխարհ, եւ նա նայեց այդ լուսանկարին երկար ժամանակ, եւ հետո արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով, առանց ձայնի, առանց հառաչանքի, միայն լուռ արցունքներ, որոնք ցույց էին տալիս, որ նա վերջապես հասկանում էր, թե որքան հեռու էր եկել այն երազանքներից, որոնք նա ունեցել էր երիտասարդ տարիքում, երբ նա կարծում էր, որ կարող է փրկել աշխարհը։ Վերջին շաբաթվա ընթացքում Ֆադեյը ընդունեց միայն 5 այցելու։ Առաջինը նրա որդին, ով եկել էր Մոսկվայից տեսնելու իր հորը, եւ նրանք խոսեցին 2 ժամ, բայց ոչ ոք չգիտե թե ինչի մասին, որովհետև երկուսն էլ լռեցին այդ մասին մինչև իրենց վերջ։ Երկրորդը հին ընկեր, ով ծառայել էր Ֆադեյի հետ 1960-րդ թվականներին, եւ այդ մարդը հետո պատմեց, որ Ֆադեյը նրան ասել է. «Մենք փորձեցինք, բայց համակարգը ավելի ուժեղ էր։ Հիմա մնում է միայն հույսը, որ նոր սերունդը կհասկանա մեր սխալները եւ չի կրկնի դրանք»։ Երրորդը լրագրող, ով ուզում էր հարցազրույց, բայց Ֆադեյը մերժեց, ասելով. «Ես արդեն ասել եմ բոլոր բառերը, որոնք կարող էի ասել։ Հիմա ժամանակն է լռելու»։ Չորրորդը բժիշկ, ով եկել էր ստուգելու նրա առողջությունը, եւ բժիշկն ասել է, որ Ֆադեյի սիրտը թույլանում է, որ նա պետք է ընդունվի հիվանդանոց, բայց Ֆադեյը մերժել է, ասելով. «Ես ավելի լավ եմ զգում տանը»։ Հինգերորդը քուրը, ով ապրում էր Գյումրիում, եւ նա եկել էր հրաժեշտ տալու։ Կարծես նա գիտեր, որ դա կլինի վերջին անգամը, երբ նրանք կտեսնեն միմյանց։ Եվ երբ նա հեռանում էր, Ֆադեյը կանգնել էր դռան մոտ եւ նայել նրան, մինչեւ նա անհետանալը փողոցի անկյունում, եւ հետո փակել դուռը եւ ասել իր կնոջը. «Վերջացավ»։ 1992 թվականի նոյեմբերի 19-րդ օրը, երբ Երևանը արդեն ձմռանն էր պատրաստվում, երբ առաջին ձյունը ծածկել էր լեռները, երբ քաղաքն արդեն կիսամութ էր էլեկտրաէներգիայի պակասի պատճառով, Ֆադեյ Սարգսյանը նստեց իր սեղանի մոտ եւ գրեց իր վերջին նամակը, որը հասցեագրված էր ոչ մեկին կոնկրետ, այլ պարզապես ում որ կարդա։ Այդ նամակում նա գրեց. «Ես ապրեցի իմ կյանքը փորձելով ծառայել երկու ուժերի, համակարգին եւ ժողովրդին, եւ վերջապես հասկացա, որ դա անհնար է։ Ես սխալվեցի շատ անգամ։ Ես լռեցի, երբ պետք էր խոսել։ Ես համաձայնվեցի, երբ պետք էր դիմադրել։ Բայց ես երբեք չեմ դադարել սիրել մեր ազգը, նույնիսկ այն պահերին, երբ ես չէի կարող անել այն, ինչ սիրտս ասում էր։ Եթե պատմությունը դատում է ինձ, թող դատի։ Ես ընդունում եմ այդ դատաստանը, բայց թող իմանան, որ ես փորձեցի, նույնիսկ եթե ես ծախողվեցի»։ Երբ առավոտը նրա կինը մտավ սենյակ, նա գտավ Ֆադեյին նստած իր աթոռին, գլուխը հենված սեղանի վրա, նամակը բաց նրա ձեռքի տակ։ Նրա երկրային ուղին ավարտվել էր լուռ, առանց աղմուկի, առանց դրամատիզմի, պարզապես մեկ ակնթարթ նա էր, հաջորդ ակնթարթը նա էլ չկար։ Եվ եթե դա ճակատագիր է, ապա ամենազարմանալին այն է, որ այդ վերջին պահին նա դեռ կրում էր այն լռությունը, որը կրել էր ամբողջ կյանքը։ Բայց ով իրականում հրամայեց այդ լռությունը, եւ ով շահեց այդ մարդու լռությունից։ Երբ Ֆադեյ Սարգսյանի հուարկավորությունը տեղի ունեցավ 1992 թվականի նոյեմբերի 22-րդ օրը, Երևանում արդեն սկսվել էր նոր դարաշրջան։ Հին համակարգը փլատակվել էր, նոր դեմքերը գալիս էին իշխանություն, եւ հին դեմքերը դանդաղորեն անհետանում էին պատմության էջերում։ Նրա հուարկավորությանը եկան հարյուրներով մարդիկ, բայց ոչ բոլորը եկան ողբալու համար։ Ոմանք եկան հարգելու համար, ոմանք հետաքրքրասիրությունից, ոմանք քաղաքական պարտականությունից։ Նրանցից շատերը հիշում էին Ֆադեյին որպես մարդու, ով փորձեց իր լավագույնը,
բայց ծախողվեց։ Ոմանք հիշում էին նրան որպես համակարգի մարդու, ով երբեք չկարողացավ ազատվել այդ համակարգի շղթաներից։ Բայց բոլորն էլ համաձայն էին մի բանի. Ֆադեյ Սարգսյանի պատմությունը խորհրդանիշ էր ամբողջ սերնդի, որը ապրեց երկու աշխարհների միջև՝ հին եւ նոր, խորհրդային եւ հետխորհրդային, եւ որը երբեք չկարողացավ գտնել իր տեղը նորում։ Նրա ընտանիքը մնաց Երևանում, լուռ ապրելով այն ժառանգության հետ, որը նա թողել էր։ Նրա որդին, ով եկել էր Մոսկվայից, երբեք չվերադարձավ քաղաքականություն։ Նա ընտրեց աշխատել որպես ուսուցիչ, հեռու քաղաքական թատրոնից, եւ երբ մարդիկ հարցնում էին նրան ինչու, նա պատասխանում էր. «Ես տեսա, թե ինչ է անում քաղաքականությունը մարդուն։ Ես չեմ ուզում կրկնել իմ հոր ճանապարհը»։ Նրա կինը մահացավ 3 տարի հետո հիվանդությունից, բայց շատերը ասում էին, որ նա մահացավ սրտաբեկությունից, նից, որովհետև նա երբեք չհաշտվեց այն բանի հետ, որ նրա ամուսինը դատվեց պատմության կողմից իբրև թույլ, իբրև դավաճան, իբրև մարդ, ով չկարողացավ։ Իսկ այն մարդը, ով բերել էր ծտետրը այն հուլիսյան երեկոյան, երբեք չհայտնվեց նորից։ Նա անհետացավ այնպես, ինչպես անհետանում են այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը ապրել են ստվերներում, ովքեր իրենց գործն են արել լռությամբ եւ հեռացել առանց հետքի։ Ոմանք ասում էին, որ նա մեկնել է Ռուսաստան, ուրիշներ, որ նա փոխել է իր անունը եւ ապրում է անհայտության մեջ։ Իսկ երրորդները հավատում էին, որ նա երբեք իսկապես գոյություն չի ունեցել, որ նա միայն խորհրդանիշ էր այն բոլոր մարդկանց, ովքեր տեսան ճշմարտությունը, բայց վախեցան խոսել։ Բայց անկախ նրանից, գոյություն ունեցել է նա թե ոչ, այդ տետրը, որը նա բերել էր, մնաց թաղված Ֆադեյի աշխատասենյակի դարակում, եւ երբ տարիներ անց, երբ արդեն նոր սերունդը փնտրում էր պատասխաններ հին հարցերի վրա, երբ արդեն պատմաբանները փորձում էին վերակառուցել այն օրերի ճշմարտությունը, մեկը գտավ այդ տետրը, եւ երբ նա բացեց այն եւ սկսեց կարդալ, նա հասկացավ, որ պատմությունը երբեք չի լինում պարզ, երբեք չի լինում սև եւ սպիտակ, այլ միշտ լցված է այն մոխրագույն ստվերներով, որտեղ մարդիկ փորձում են ապրել իրենց ճշմարտության հետ, նույնիսկ երբ համակարգերը պահանջում են ստեր։